Տեր Հիսուս օրհնի, Քրիստոսով եղբայրներ քույրեր, փառք Տիրոջը իր մեջ շնորհքի բարության համար։ Ես կարծում եմ ոչ մի պաշտամունքը, ոչ երկու պաշտամունքը բավական չի Հիսուսի ծնունդի մասին խոսելու համար։ Մենք ես էլ որ նայում եմ շատ քիչ ենք խոսում, որովհետև ինձ համար, ես շատ տեղեր եմ ասել, ինձ համար 3 կարևոր տոներ կան։ Մարդկության պատմության մեջ ինձ համար 3 կարևոր տոներ կան։ Առաջինը Հիսուսի ծնունդն է, երկրորդը Հիսուսի հարությունն է, երրորդը մեր Սուրբ Հոգու մկրտությունն է, որ այդ մկրտությունը երկնքից է տրվել։ Թող Աստված օգնի մեզ բոլորիս, թող Աստված իր երեսը պայծառացնի մեր վրա, որ այդ ծնունդով մենք բոլորս ծնունդ առանք եւ այդ ծնունդով մենք բոլորս հավաքվել ենք ստեղ միաբան իրան փառավորելու եւ նա է միայն արժանի փառքի ու պատվի։ Ուզում եմ կարդալ Ղուկասի ավետարան 2-րդ գլուխ առաջի համարից։ Այն օրերը Օգոստոս կայսրեն հրաման եղավ, որ բոլոր աշխարհ գրվի։ Այս առաջին աշխարհագիրը եղավ Կյուրենոսի Սիրիո վրա կուսակալության հրած ատենը։ Ամենքը կերթային աշխարհագիրը մտնելու, ամեն մեկը իր քաղաքի մեջ։ Հովսեփալ Գալիլեային Նազարեթ քաղաքեն ելավ դեպի Հրեաստան, Դավիթի քաղաքը, որ Բեթլեհեմ կկոչվի, ինք Դավիթի տունեն ու ազգատոհմեն լալուն համար։ Աշխարհագիրը մտնելու Մարիամին հետ մեկտեղ, որ իր նշանածն էր եւ հղի էր։ Երբ անոնք հոն էին անոր ծնանելու օրերը լեցվեցան, իր անդրանիկ որդին ծնավ ու խանձարուրով փաթեց եւ զանիկա մսուրի մեջ պարկեցուց, վասնզի իջևանի մեջ տեղ չկար։ Մենք բոլորը շատ ենք կարդացել, սիրելի եղբայրներ, քույրեր, այստեղը, բայց այս վերջի օրերս, երբ որ ես կարդում էի, ուղղակի ապշում էի այս գրվածների վրա։ Քանի տասնյակ անգամներ կարդացել էի եւ անցել էի, բայց երբ որ նայեցի նորից մի անգամ էլ, տեսա Աստված, որպիսի գրքերը կատարվի, որպիսի իր խոսքը կատարվի, ինքը կարող կայսրի սիրտն էլ փոխի։ Եղբայրներ, քույրեր, այս խոսքերը կարդալով մենք մեծ հայտնություն ենք կարողանում առնենք, որ Աստված իմ ու քո կյանքում մի գործ, եթե ուզում է անի, նույնիսկ կարող է թագավորի սրտերը փոխի։ Ինքը կարող է ճանապարհներ փոխի, ինքը կարող է ընթացքներ փոխի, ծրագրեր փոխի, որպեսզի իմ ու քո կյանքում իր գործը կարողանա անի։ Սուրբ գրքում գրված էր, որ պետք է Տեր Հիսուս ծնվեր Բեթլեհեմում, բայց այդ ժամանակ իր ծնողները ապրում էին Նազարեթում։ Ես քարտեզով նայեցի, մոտավորապես 150 կիլոմետր ճանապարհ էր։ Որպեսզի Նազարեթից իրանք հասնեն Բեթլեհեմ, Աստված կայսրի սիրտը փոխեց, որպեսզի աշխարհագիր գրվի, եւ սա առաջի աշխարհագիրը եղավ։ Որպեսզի ամբողջ աշխարհի ժողովուրդը ամեն մեկը գնա իր ծննդավայրը, որպեսզի Հովսեփն ու Մարիամն էլ գնային Բեթլեհեմ։ Այսինքն այս մի գործի համար ամբողջ կայսրությունը Աստված շարժեց։ Եթե այս գործ Աստված անելով ամբողջ կայսրությունը շարժեց եւ իրանք եկան Բեթլեհեմ ու իրանց համար տեղ չկար, եթե Աստված կայսրի սիրտը փոխեց, չէր կարա Բեթլեհեմում մի հոգու սիրտ փոխեր, որպեսզի նորմալ տան մեջ ծնվեր, հա։ Ինչ ենք մտածում, Աստված չէր կարա այդ նույն բանն աներ, կարար աներ։ Բայց սա ինչ հետարքիր գործ արեց Աստված, որպեսզի այս 150 կիլոմետր իրանք կարողանային գային, բայց ինքը ծնվեց Գոմի մսուրում։ Եվ առաջինը, որ Հիսուսին փաթաթել են, դա խանձարուրն է եղել։ Առաջինը, որտեղ որ դրել են իրան, դա եղել է մսուրի մեջ։ Եղբայրներ, քույրեր, մենք սրանից շատ հետևություններ պետք է անենք, որpիսի մենք մեր հոգևոր կյանքում կարողանանք անտրտունջ քայլենք։ Մենք այսօր երանելի մարդիկ ենք։ Մենք այսօր շատ բաներ ունենք, թե հոգևոր, թե մարմնավոր, բայց շատ ժամանակ մարդը ինչքան ունենում է, այնքան տրտնջում է, այնքան բողոքում է, այնքան չի նկատում։ Բայց եթե կարողանանք տեսնենք, թե Աստված մի գործ անելու համար ինչեր կարող է անի, եթե ես կենթանի հավատք, ես հայտնությունը եղբայրս նոր ասեց, չէ՞, ասեց, որ Հիսուսի ծնունդը դա հայտնություն է մեզ համար։ Եթե այս հայտնությունը ինձ ու քեզ ամբողջությամբ բացվի, մենք մեր կյանքի ոչ մի ընթացքի մեջ, ոչ մի օրվա մեջ չենք տրտնջա։ Ինչ էլ կատարվի մեր կյանքում, մենք չենք տրտնջա։ Մենք կտեսնենք, որ Աստված իմ ու քո կյանքում ինչ որ մի գործ անելու համար կարա թագավորների սրտերը փոխի, բայց նաև կարող թույլ տա, որ մենք օրերով մեծ նեղությունների մեջով անցնենք։ Եվ այս բոլոր բաները, սիրելի Աստծո ժողովուրդ, մեր փրկության համար է։ Աշխարհում շատ ծնունդներ ա եղել։ Ոմանց ծնունդները եղել է համաշխարհային պատերազմների պատճառ։ Մենք գիտենք դրա մասին։ Շատերի ծնունդը եղել է մեծ չարիքների պատճառ, մեծ կործանումների պատճառ,
մեծ դժվարությունների, վախի պատճառ, տագնապի պատճառ։ Բայց միակ ծնունդը, սիրելի Աստծո ժողովուրդ, միակ ծնունդը, որ եղել է խաղաղության պատճառ, որ եղել է հավիտենական կյանքի պատճառ, որ եղել է մեզի ուրախության, բարի ավետիսի պատճառ, դա եղել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Ես ուզում եմ կարդալ Հռովմայացիներից թուղթ 3-րդ գլուխ, Հռովմայացիներից թուղթ 3-րդ գլուխ 3-րդ համարը, ինչի համար ծնվեց Հիսուսը, ինչի համար աշխարհ եկավ, եղբայրներս խոսեցին սրա մասին, բայց ես ուզում եմ մեկտեղ էլ կարդալ 8-րդ գլուխ Հռովմայացիների 3-րդ համարը։ Վասնզի այն, որ օրենքի համար անկարելի էր, որովհետև տկար էր մարմնով, Աստված իր որդին ղրկելով մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար եւ դատապարտեց մեղքը այն մարմնի մեջ։ Եղբայրներ, քույրեր, շատերը ստեղծնողներ են, եղբայրս էլ աղոթք արեց երեխաների համար։ Եվ ինչ աղոթք արեց, որպեսզի օրհնություն լիներ չար աշխարհի մեջ։ Ես ուշադիր լսում եի։ Բոլոր ծնողները իրանց երեխեքի համար բարի ծրագրեր ունեն, բարի նպատակներ ունեն, որ սովորեն, լավ ընտանիք կազմեն, լավ աշխատանք ունենան։ Բոլոր ծնողները, բացառություն ես չգիտեմ նման դեպքերում։ Բայց հայրը, երբ որ իր որդուն ղրկեց, նպատակը ո՞րն էր։ Նպատակը այն չէր, որ ինքը երկրի վրա թագավոր լինի, թեև ամբողջ ազգը եկել էր մի պահ հավաքվել էր, որ Հիսուսին հափշտակ էին տանեն, թագավոր դնեն։ Նպատակը այն չէր, որ թագավոր լիներ, նպատակը այն չէր, որ իշխան լիներ, նպատակը այն չէր, որ հարուստ լիներ։ Աստծո խոսքն ասում է, ես ուզում եմ նորից կարդալ, վասնզի այն, որ օրենքի համար անկարելի էր, որովհետև տկար էր մարմնով։ Մենք բոլորս էլ ունենք այս դժվարությունները առանց բացառությունով, որովհետև մարմնով տկար ենք։ Աստված իր որդին ղրկելով մեղանչական մարմնի նմանությամբ, Աստված, որ սրբություն է, իր որդին, որ սրբություն է ամբողջությունով, որ ճշմարիտ լույսն է ինքը, եղբայրներ, քույրեր, որ աշխարհ գալով բոլոր մարդկությանը ինքը լուսավորեց, բայց ինչ հագավ մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար, ինքը եկավ մեղքի համար։ Որ մեղքի համար։ Ու մեղքի համար։ Իմ ու քո մեղքի համար, եղբայրներ, քույրեր, իմ ու քո մեղքի համար եկավ եւ դատապարտեց այդ մեղքը այն մարմնի մեջ, իր մարմնի մեջ, որպեսզի ես ու դու կյանք ունենանք, որպեսզի ես ու դու հավիտյան իր հետ լինենք։ Սա բարի լուր է, սա Աստծո բարի ծրագիրն է, սա Աստծո բարի նպատակն է, եղբայրներ, քույրեր։ Ինչքան ուզում ես պարտված եղի, ինչքան ուզում ես դժվարությունների մեջ եղի, ինչ նեղություններով ուզում ես անցած եղի, Աստված գիտի քո կյանքը, Աստված սիրում է քեզի։ Մենք պետք է Աստծուն պաշտենք ոչ թե մեր զգացմունքներից ելնելով, ոչ թե մեր մտածելակերպից ելնելով, մենք Աստծուն պետք է պաշտենք Աստծո խոսքի համաձայն։ Ես իմ հոգևոր կյանքում շատ ժամանակ զարմացել եմ Աստծո սիրո վրա, ես նման աղոթքներ արել եմ, գիտեք, նման աղոթքներ արել եմ, ասել եմ, ես եթե քո տեղը լինեի, ինչ չէի ների։ Ասեմ, ո՞նց ես համբերում ինձի, ո՞նց ես սիրում ինձի, ո՞նց ես ներում ինձի, այսքանից հետո։ Ու տեսնում եմ իր ներկայությունը հիշնում է, ինքը եղածը չեղած է համարում, մարդու գաղափարից սա դուրս է, մարդու մտածելակերպից սա դուրս է։ Աստված ընենց է այցելում, ընենց է ներում, որ մենք դա զգում ենք, որ մենք դա շոշափելի զգում ենք մեր կյանքում, այդ ուրախությունը ապրում ենք։ Աստված դրա համար է իր որդուն ուղարկել, սիրելի Աստծո ժողովուրդ, եւ գրված է նաեւ Ղուկաս ավետարան 19-րդ գլուխ 10 համարում, վասնզի որդին մարդո եկավ, ինչի համար եկավ, եկավ որպեսի կորսվածը փնտրե ու փրկե, չեկավ փրկվածների համար, չեկավ առողջների համար, եկավ հիվանդների համար, եկավ կորսվածների համար։ Դրա համար ինչքան մենք տեսնում ենք, որ մենք կորսված վիճակի մեջ ենք եղել, ինչքան որ տեսնում ենք, որ մենք լքված ենք եղել, անտեսված ենք եղել, ուշադրության կենտրոնից դուրս ենք եղել, այնքան մեր ուրախությունը, այնքան մեր մխիթարությունը շատանում է, որ մենք կարողանում ենք սրա մեջ տեսնել, եղբայրներ, քույրեր, որ Աստված հատուկ եկել է իմ համար, եկել է քո համար։ Սա հրաշք է, սա ոչ մի մարդ պատմության մեջ չէր կարող անել։ Եղբայրս նոր ասես չէ, որ շատ ձևերով եւ շատ կերպերով Աստված խոսացել է մարդկության հետ։ Այդ շատ ձևերը, շատ կերպերը եղել են մարգարեները, եղել են սուրբերը, եղել է Մովսեսը, Եսային, Երեմիան, շատ սուրբեր են եղել, շատ հոգևորներ են եղել, որ շատ կերպերով եւ շատ ձևերով Աստված իրանց միջոցով խոսացել է։
Բայց ասում է վերջի օրեր իր որդիով խոսեց։ Իր որդիով խոսեց, որովհետև կատարելություն իր որդիով եղավ, եղբայրներ քույրեր։ Հիմա էլ Աստված շատ կերպերով, շատ ձևերով խոսում է։ Աստված եղբայրներին օգտագործում է իր եկեղեցու շինության համար։ Դա Սուրբ գրքում գրված է, դա շատ ձևերն է, շատ կերպերն է, բայց ամբողջ նպատակը նա է, որ Հիսուսին գան, որ Հիսուսին մոտենան։ Ոչ մի եղբայր մեզի կյանք չի կարող տալ։ Ոչ մի հոգի մեզի չի կարող այն խաղաղությունը տա, ինչ որ Հիսուսն է տալիս։ Ասում խաղաղություն եմ թողնում ձեզ, այն խաղաղությունը, որ աշխարհը չի տալիս։ Ոչ թե աշխարհ երկիրը, այլ աշխարհում գտնվող բոլորը, աշխարհի ամբողջ մարդկությունը։ Այսօր երկրի վրա 8 միլիարդից ավել մարդ ապրում։ Ես մի անգամ լսեցի, որ աշխարհի պատմության մեջ, չգիտեմ, դա ոնց են հաշվել, երկրի պատմության մեջ 90 միլիարդ մարդ է ապրել։ 90 միլիարդից ոչ մեկ չի կարող քեզի ու ինձի այն խաղաղությունը տա, ինչ որ Հիսուսն է տալիս, եղբայրներ քույրեր։ Դրա համար արժի ամեն բան մերժել, արժի ամեն բան աղբ համարել։ Աստուխոսն ասում է՝ մի սիրեք աշխարհքը, ինչ էլ որ աշխարհի մեջ կա։ Եթե մեկը աշխարհը կսիրե, նրա մեջ ինչը չկա, հորսերը չկա։ Ումա պետք ամբողջ աշխարհը ունենանք, բայց Աստծուն կորցնենք։ Եկեք ամբողջ աշխարհը աղբ համարենք, որպեսզի կարողանանք Հիսուսին շահել, որպեսզի իր ներկայության մեջ մենք ցնցանք եւ ուրախանանք։ Ամբողջ Աստվածաշունչը վկայում է Հիսուսի մասին, մարդիկ կարդում են, դա չեն հասկանում, եղբայրներ քույրեր։ Սուրբ գրքում գրված է, ուզում եմ կարդալ այդ տեղը, Հովանու ավետարան 5-րդ գլուխ 39 համարից։ Հովանու ավետարան 5-րդ գլուխ 39 համարը։ Տեր Հիսուսը ասում է. գրքերը քննեցեք, վասնզի կկարծեք, թե անոնցմով կրնակ հավիտենական կյանք ունենալ, բայց ահա բուն անոնք են, որ ինձի համար կվկայեն։ Ովքեր էին գրքերը քննում, փարիսեցիները, դպինները, օրինաց վարդապետները, որ իրանք սովորացնում էին ժողովրդին։ Այս ազգը պատկանում էր Աստծուն։ Այս ազգը Սուրբ գիրք էր կարդում, գրքերն էր քննում եւ սպասում էր, որ այդ գրքերով հավիտենական կյանք պետք է ունենա։ Բայց այդ ազգի մեջ, երբ որ Հիսուսը ծնվեց, այս ազգը ամբողջությամբ տագնապի մատնվեց։ Ծերերից բռնած, փարիսեցիներից բռնած տագնապի մատնվեցին։ Մեր մամիկոն եղբայրն ասում է, պատմության մեջ այտենց ազգ չկա, որ ինքը իր ժողովրդին 2 տարեկանից ցածր բոլորին մորթի։ Ես էլ չէի մտածել այդպես բան։ Եղբայրն ասում է, տեսել եք այտենց ազգի թագավոր, որ իր ազգի ժողովրդին 2 տարեկանից փոքր դնի մորթի, սպանի։ Ինչա որ Հիսուսը չծնվի երկրի վրա, ինչա որ թագավոր չլինի, փրկիչ չլինի։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է, դուք քննեք գրքերը, դուք կարծում եք, թե այս գրքերով կրնակ հավիտենական կյանք ունենալ, բայց բուն անոնք են, որ ինձի համար վկայում են։ Ամբողջ գրքերն են, որ Տեր Հիսուսի համար վկայում են։ Փնտրենք Տիրոջը այս գրքի մեջ, Սուրբ Գիրքն է դա ասում։ Տիրոջը փնտրեք գրքի մեջ, եկեք փնտրենք իրան, եկեք հանդիպենք իրան։ Երբ որ մենք Հիսուսին հանդիպենք, մեր սրտերը ընենց ուրախությունով լցվում, որ աշխարհքից եկած ոչ մի դժվարություն, ոչ մի հոգս, ոչ մի նեղություն չի կարողանում հաղթահարի այն ուրախությանը, այն խաղաղությանը, որին Աստված է տալիս։ Եվ շարունակության մեջ ասում է, եւ դուք չեք ուզում ինձի գալ, որ կյանք ունենաք։ Մարդիկ չէին ուզում Հիսուսին գնային։ Իրանք կյանք էին ուզում, բայց Աստծուց հեռու։ Իրանք կյանք էին ուզում, բայց Հիսուսին փնտրում էին, որ խաչվի։ Հիսուսը ծնվեց, չէին ուզում ծնվել։ Հիսուսը ապրում էր, բժշկում էր, ուզում էին խաչվի։ Հիսուսը Ղազարոսին հարություն էր տվել։ Իրանք ուզում էին Ղազարոսին էլ սպանեին, Հիսուսին էլ սպանեին։ Մարդու միտքը ինչքան էր բթացել, ինչքան էր խավարել ու մտնել, որ մեռած մարդուն հարություն տվեց, ուզում էին թե այդ մեռած հարություն եղած մարդուն սպանեին, թե հարություն տվողին սպանեին։ Թող Աստված օգնական լինի, եղբայրներ քույրեր։ Այսօր մենք երանելի մարդիկ ենք, որ մեզ այս հայտնությունը բացվել է, որ մեզ սա ցույց է տվել։ Ես վստահ եմ, որ բոլորս էլ մենք ընդունում ենք Տիրոջը, բոլորս էլ հավատում ենք այս խոսքին եւ բոլորս էլ ուզում ենք այս ճանապարհով գնալ, թեև ինչպես հարկը պահանջում է, հարկ որոշակի փորձությունների մեջով անցնում ենք, պատերազմների մեջով անցնում ենք, պարտությունների մեջով անցնում ենք։ Եվ ուզում եմ կարդամ, եղբայրներ քույրեր, մի հատված եւ աղոթքով կգանք Տիրոջ առաջ, որը գրված է,
որ Աստված վկայում է իր որդիի մասին։ Դուք գիտեք այստեղը առաջի Թուղթովանու 5-րդ գլուխ 10 համարից եմ ուզում կարդալ։ Ան որ Աստծո որդին կհավատա, վկայությունը իր մեջ ունի։ Մենք հավատում ենք, չէ՞, Աստծո որդին։ Եթե հավատում ենք, այս վկայությունը մեր մեջ ունենք ուրեմն։ Ան որ Աստծո որդին չի հավատար, ստախոս կնե զանիկա, վասնզի չի հավատար այն վկայությանը, որ Աստված իր որդի համար վկայեց։ Եվ ինչ է վկայել Աստված իր որդի համար։ Այս վկայությունը ո՞րն է։ Եվ վկայությունը այս է, որ Աստված մեզի հավիտենական կյանք տվեց։ Ու այս կյանքը անոր որդին մեջ է։ Ան որ որդին ընդունած է կյանք ունի, եւ ան որ Աստծո որդին ընդունած չէ կյանք չունի։ Հայրը վկայություն է տվել։ Վկայություն է տվել, որ ինքը մեզի հավիտենական կյանք է տվել։ Եվ այդ կյանքը որտեղ է։ Իր որդիի մեջ է։ Որդին ունեցողը ունի այդ կյանքը։ Դրա համար սկզբից էլ ասեցի, մենք մեր զգացմունքներով, մենք մեր մտածելակերպով պետք չի Աստծուն պաշտենք։ Մենք պետք է Աստծուն մոտենանք Աստծո խոսքով, որովհետև գրքերը մեզի ցույց է տալիս, որ Աստված մեզի հավիտենական կյանք է տվել, եւ այդ կյանքը իր որդու մեջ է, բայց փարիսեցիներն ու դպիրները, օրինաց վարդապետները քննում էին գրքերը, բայց մերժում էին Հիսուսին, չէին ուզում գալ, որպեսզի կյանք ունենային։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի մեզ բոլորիս։ Աստված իր երեսը պայծառացնի մեր վրա, որ այս քանչելի ծնունդը եղավ իմ ու քո համար։ Հատուկ ասա, ոչ թե մասսայական, հատուկ իմ ու քո համար այս ծնունդը եղավ, որպեսզի մենք էլ ծնունդ առնենք, որպեսզի մենք էլ հավիտյան իր հետ լինենք։ Մենք մեր խելքով հաստատ ստեղ չենք կարող հավաքվենք։ Մենք այդքան մեծ հայտնություններ չունենք ինքներս մեզանից, որպեսզի կարողանայինք մենք ընդունենք Տիրոջը, որին չենք տեսել, հավիտյան մեր Փրկիչը։ Մենք մեզանից այդ հավատքը չունենք, որ կարողանայինք այն աղոթքը անենք, որ Աստված իր Սուրբ Հոգին դներ մեր մեջ, որ հրեշտակները փափագում են ակնկալուց տեսնել, բայց Աստված այդ հավատքը դրեց մեր մեջ, Աստված այդ փափագը դրեց մեր մեջ, Աստված այդ զորությունը դրեց մեր մեջ, որպեսզի մենք աղոթք անենք, որպեսզի մենք հավաքվենք, որպեսզի մենք փնտրենք Իրան եւ գտնենք եւ հավիտյան իր հետ լինենք, եւ այս բոլոր բաները Իրանից է, նրանով է, նրանից է եւ դեպի նա է։ Փառք Տիրոջը, եղբայրներ, քույրեր, եկեք միած սրտանց փառք տանք Իրան, աղոթքով գանք Տիրոջ առաջ, մեր գոհությունը հայտնենք, եղբայրներ, քույրեր, որ Աստված, թեև մենք հավիտյան անարժան ենք, բայց Աստված այս քանչելի մեծ ողորմությանը մեզի արժանացրեց։